Վաշինգտոնի հաշվարկները սխալ էին, հավանականություն կա, որ Բաքու Ջեյհանին կհարվածի։ Այս կամ այն կերպ կհարվածի։ Նախ Իրանը կանգ չի առնելու, այլ ասում է ես ձեզ պատժելու եմ։ Այդ Հորմուզի նեղուցի հարցն է, համար առաջի հարցը, սա Իրանի գլխավոր լծակն է։ Չեն կարողանում Հորմուզի նեղուցի մասին խոսել, մոտիկ էլ չեն գալիս ամերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցին։ Մենք փամփուշտ չէինք արտադրում տասնամյակներով։ Եթե ԽՓ-ին այդ նավթին Ալիևը դադարեցնելու էր պատերազմը, 26 տարի ժամանակ ունեին։ Ինչ էին անում այդ նստած այդ գլխավոր շտաբում, ո՞նց են հաշվել, ինչն են հաշվել, ախր հասկանում եք, սա հարցագործություններ են։ Մեղավորները պետք է մի օր պատժվեն այս ամեն ինչի համար։ Այս պահի դրությամբ հաղթում է Իրանը։ Իրանական շանսերը Իրանի զորքի շատ ավելի բարձր է, որ իրանցիները կմտնեն Ադրբեջան ու թե ուր կհասնեն, չգիտեն։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube-յան ալիքն է, առավել մեծ նպաստ կարող եք ունենալ մեր ալիքի զարգացմանը, եթե միանաք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5-ով։ Մեր հյուրն այսօր ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն է, բարև եք եկել։ Պարոն Այվազյան, դուք այն եզակի փորձագետներից եք, եթե չասենք միակը, որը պատերազմի Իրան-Իսրայել ԱՄՆ առաջին օրը ցենց բավականին ճշգրտությամբ կանխատեսեց դեպքերի ընթացքը, մասնավորապես, որ ԱՄՆ-ն ու Իսրայելը սխալ էին իրենց հաշվարկներում, ինչպես դա հաջողվեց ձեզ։ Եթե վերցնենք Հայաստանի կտրվածքով, գուցե, չգիտեմ, էլի եղել են մարդիկ, ես չեմ տեսել, բայց աշխարհում էլի են եղել մասնագետներ, որոնք շատ ճիշտ կռահել են եւ կանխատեսել են, որ հենց այսպես էլ պետք է զարգանա, այսինքն, որ Վաշինգտոնի հաշվարկները սխալ էին, որ Իրանի կառավարությունը եւ ամբողջ համակարգը իսլամական հանրապետության չի փլուզվի այդ հարվածներից օդային, որ կդիմանա այդ հարվածներին եւ որ կհասցնի շատ ուժգին հակահարվածներ։ Այդ թվում նաեւ Հորմուզի նեղուցի փակման մասին էր խոսքը։ Այնպես որ սա բավականին այսպես կանխատեսելի, եթե իհարկե լավ ծանոթ ես ամբողջ միջավայրին եւ տարված չես այդ քարոզչությամբ արևմտյան մամուլի, իդեպ նաև ասեմ ռուսական վերլուծական դաշտը, այս վերլուծաբանական դաշտը լցված էր արևմտյան այդ քարոզչական թեզերով, որ հիմա ջախջախելու են, հաղթելու են, սա ջարդեցին, հետո նա կջարդեն եւ այլն, նույնիսկ այնպիսի դեմքեր, ինչպես օրինակ Բաղդասարովը Ռուսաստանում, որը եւ ռազմական մեկնաբան է եւ նախկին զինվորական է, նա էլ էր նմանատիպ անընդհատ բաներն, բայց շատերը, երևի կարող եմ ասել 60%-ից ավելին ռուսական դաշտի, որը նույնպես ազդեցություն ունեցավ հայկական մեր միջավայրի վրա։ Դե գուցե ինֆորմացիոն սով է չկա տեղեկատվություն։ Ինձ թվում է Ռուսաստանում մի քիչ այլ պատճառներ էին, քարոզիչները շատ են, վերլուծաբանները քիչ։ Սա է խնդիրը։ Միացյալ Նահանգներում էլ նույն վիճակը։ Այդ բոլոր այդ think tank-երը, այսինքն վերլուծաբանական կենտրոնները եւ այլն, դրանք վճարվում են եւ աշխատում են այնտեղի աշխատակիցները այն կառույցների կողմից, այդ տրանսնացիոնալ ընկերությունների, օլիգարխների ղեկավարած այդ անդրազգային ընկերությունների կողմից են ֆինանսավորվում, պետության կողմից են ֆինանսավորվում եւ այդ պատճառով էլ աշխատակիցները նստած պետության քարոզն էին շատ հաճախ անում։ Այ establishment-ից դուրս մարդիկ ավելի ճիշտ էին վերլուծում։ Բայց սա մի քիչ այլ դաշտ է, մենք որ գնանք այնտեղ կխորանանք, կարող ենք մի ժամ խոսել այս դաշտի մասին, ինչու այդպես պատահեց։ Հետաքրքիր է այլ բան, գիտեք, ճիշտ է, արևմտյան քարոզչամեքենայի դեմ դժվար է գրեթե անհնար երբեմն պայքարել, բայց տպավորություն է ստեղծվում, որ Միացյալ Նահանգներն ու Իսրայելը միայն հարվածում են եւ վնաս են պատճառում Իրանին։ Նրանք կորուստներ ունեն ի վերջո։ Իսրայելը, ԱՄՆ-ը շատ մեծ։ Մի տեսակ չի եղել։ Նախ պետք է նայել ռազմական կորուստները մի կողմից, տնտեսական կորուստները երկրորդ մասն են, քարոզչական եւ այսպես իմիջային կորուստները երրորդ մասն են եւ այլն, այսպես շարունակական ֆինանսական կա, բանկային կա եւ այլն։ Կարող ենք շատ թեթև համառոտ փորձել անցնել դրանցով։ Եթե վերցնենք միայն ռազմական կորուստների հարցը, տեսեք, Միացյալ Նահանգները ուներ մոտ 1 տասնյակ, մի քիչ ավել ռազմաբազաներ,
Պարսից ծոցի արաբական միապետություններում, այդ Հորդանանում այդ բոլոր ռազմաբազաները ենթարկվել են իրանական հարձակումներին։ Այն ռազմաբազաները, որոնք գտնվում են հարաբերականորեն ավելի մոտ Իրանին, սարսափելի վնասներ են կրել եւ փաստորեն դրանց մեծ մասը անգործունյա է դարձել։ Խոսքը վերաբերում է Բահրեյնում Միացյալ Նահանգների 5-րդ նավատորմի շտաբին, ռազմաբազային, ռազմական բոլոր օբյեկտներին, Քաթարում ամենամեծ նրանց ռազմաբազային Ալուդեյդում, Սաուդյան Արաբիայի օդանավակայաններ կան այնտեղ ռազմաբազա կա, որը վերջերս ենթարկվեց հարձակման, այնտեղ ոչնչացվեցին կամ վնասվեցին 5 այն վերալիցքավորող մեծ ինքնաթիռներից, որոնցից մեկն էլ Իրաքում խփվեց իրաքյան ապստամբների կողմից, որ ասացին չէ, չի խփվել, ինքը Իրան ինչ որ պատճառով ընկել է, այդպիսի բան շատ հազվադեպ է լինում, այդպիսի ինքնաթիռ ընկնի, չեն էլ ասում ինչի է ընկել, դե եթե ընկել է տեխնիկական պատճառներով, պատճառն ասեք, չէ, ասում են չեն խփել, բայց խփել են, որովհետև պատասխանատվությունը վերցրեց իրաքյան շիական կազմակերպություններից մեկը, որ ինքն է խփել։ Ուրեմն Իրաքում բազաները ենթարկվեցին հարձակման, արաբական էմիրություններում ենթարկվեցին հարձակման եւ այդ բոլոր տեղերում ինքնաթիռներ տեղակայելը արդեն իսկ անհնար է դարձել եւ նույնիսկ անձնակազմն է մեծավ մասամբ հանվել այնտեղից, որովհետեւ վտանգավոր է մնան անընդհատ ենթարկվում են հարձակումների։ Ուրեմն սա ես բնութագրում եմ որպես տարածքային կորուստներ Միացյալ Նահանգների կողմից։ Իր տարածքն է, վերջին հաշվով, եթե ռազմավարական առումով նայենք, իրենց տարածքն է։ Սա մեկ, եթե ռազմական կորուստների մասին եթե խոսենք, երկրորդը մի շարք ռադարներ են ենթարկվել հարվածի, ընդ որում ոչ թե սովորական, շարժական այն մեքենայով եղած ռադարներից, որ այստեղ այնտեղ են գնում եւ նրանց գործելու շարավիղը ավելի փոքր է, այլ 1 միլիարդ 100 միլիոն դոլարանոց 2 ռադար է ոչնչացվել, եւս մի քանիսը կես միլիարդ դոլարանոց ռադարներ են ոչնչացվել, որոնք հազարավոր կիլոմետրեր էին ծածկում։ Այո, եւ շատ մեծ, ուրեմն փոքր ռադարներ են ոչնչացվել։ Վերջինը հենց Բաղդադում ամերիկյան դեսպանության շենքի գլխավերևում մի ռադար էր, որը 2 օր առաջ ոչնչացրեցին։ Փոքրները են շատ ոչնչացրել։ Սա ինչ է տալիս Իրանին եւ ինչից է զրկվում Միացյալ Նահանգները եւ Իսրայելը։ Սա այդ հրթիռները իրանական, երբ արձակվում են, օրինակ, այդ մի փահ ասեմ, այդ հրթիռները, այս ռադարները ֆիքսում էին, երբ արձակվեցին, որտեղից արձակվեցին։ Այդ հրթիռները հիմա չեն ֆիքսվում։ Այսինքն, եթե ֆիքսվում են արձակվեց, հաշվարկը մոտ 10-12 րոպեից 15 րոպեից ամենաշատը, նայած թե Իրանի որ մասից է արձակվում այդ հրթիռը, հասնելու է Իսրայել։ Այսինքն Իսրայելը ստանում էր ժամանակ ֆիքսելու եւ իր ժողովրդին զգուշացնելու ապաստարաններ մտնեն։ Հիմա այդ ժամանակը կրճատվել է։ Շատ հաճախ 2 րոպե, 1 րոպե առաջ են այդ բաները ահազանգի ազդանշանները հնչում։ Երբեմն էլ չեն հնչում, չեն հասցնում։ Իսկ դա մեծ վտանգ է առաջացնում, դժգոհություն է առաջացնում եւ առհասարակ չես հասցնում նաեւ քո հակահրթիռային միջոցները կարգի բերել, հարվածել եւ այլն։ Սա խնդրեմ եւս մի մեծ կորուստ։ Մենք խոսել ենք, որ 3 F-15-եր խփվեցին, եթե չեմ սխալվում այդ մասին ասել ենք։ Յուրաքանչյուրը դուք էլ հարցրեցիք 100 միլիոն դոլար արժողությամբ ինքնաթիռներ են։ Դրանք էլ են ուրեմն լուրջ վնաս։ Բազմաթիվ թանկարժեք ԱԹՍ-ներ հետախուզական խոցվել են։ Նաև հարվածային ԱԹՍ-ներ, բայց հետախուզականները այնտեղ այն Reaper-ները, MQ Reaper 9-ը կարծեմ, դրանք հատը դրանց 30 միլիոն դոլար արժի։ Դրանցից մոտ 2 տասնյակ խոցվել են։ Այսինքն զուտ բանի տեսակետից, տեսեք,
մարդկային զոհերի կորուստների տեսակետից Իսրայելը փակում է իր ինֆորմացիան, չի հայտնում նորմալ, ինչքան մարդ է զոհվել, ինչքան մարդ է վիրավորվել, բոլոր տեղեկությունները սուտ ու կեղծ են, որ հայտարարում են, որովհետև արդեն իրենց ասածով 4-5 հազար մարդ վիրավոր է, բայց զոհերը մի 1, 2, 3, 5, 4 sense բաներ են ասում, տարբեր թվեր են ասում, երբ արդեն թաքցնել չի լինում։ Անհնար է, որ լինի 3000 վիրավոր եւ լինի 2 զոհ, այդպես չի լինում աշխարհում։ Ուրեմն իսկ Միացյալ Նահանգների պարագայում սկզբից էլ ասացին, որ 6 ծովային հետևակային է զոհվել, հետո ասացին 7-րդը, հետո ասացին 8-րդը, բայց հիմա դրանց միացել է նաև այդ վերածլիցքավորող ինքնաթիռի անձնակազմը, կամ էլ ինչ-որ 1-2 հոգի ավել մարդ այնտեղ, 6 հոգի այնտեղ են զոհվել, այսինքն առնվազն զոհերի քանակը 14 է, բայց դա էլ վստահելի չէ։ Տեսեք, թաքցնում էին վիրավորների թիվը։ Այդ առաջի օրը, երբ հարվածեցին Քուվեյթի ռազմաբազայում ամերիկյան իրանցիները եւ զոհվեց այդ 6 հոգին։ Վիրավորվել են իրականում 150 զինծառայողներ։ Այդ մասին միայն 3-4 օր առաջ հայտնի դարձավ։ Այսինքն պահել էին այդ տեղեկությունը, որ չհայտնեն, որովհետև հայտնելու դեպքում մեծ դժգոհություն է առաջանալու հասարակական կարծիքը Միացյալ Նահանգների ասում, ինչ եք ամես, լուրջ պատերազմի մեջ մեզ գցեցիք եւ այլն։ Եվ այս կարելի է շարունակել, հարվածներ են եղել կենտրոնական հետախուզական վարչության ինչ որ կենտրոնների, հենց ծոցի արաբական երկրների քաղաքներում, Էրբիլում, այստեղ, այնտեղ, այսինքն չեն հայտնվում այդ կորուստների մասին, մենք չգիտենք, բայց կորուստները կան։ Այնպես որ սա միայն ռազմական է, եթե վերցնենք տնտեսականը, Միացյալ Նահանգները այսպես պահպանողական հաշվարկներով, իրենց հաշվարկներով, օրական $1 միլիարդ է ծախսում այս պատերազմի վրա, բայց այնտեղ կային նաև ուրիշ հաշվարկներ, որոնք իրենց սենատորները, կոնգրեսմեններն էին հնչեցնում, որ $2 միլիարդ է ծախսվում ամեն օր։ Օրական 2 միլիարդ։ Պաշտոնական տվյալներով երևի այս 2 միլիարդ ավելի մոտ է, որովհետև կարծես թե ասացին, որ առաջի 7 օրը, առաջի 1 շաբաթը պատերազմի $11 միլիարդ են ըստել։ Չհաշված այն կորուստները, որ նշում ենք, այդ ռադարային կորուստները, որ այդ ռադարները հնարավոր չի տանեն հիմա նորից դնեն այնտեղ։ Դրանք պետք է կառուցես, ժամանակապետ բերես, չգիտեմ ես անես, այո, հետո որտեղից ես բերելու այդ ռադար ունեմ դրսում պետք է խոչես կարող հիմա պատվիրել 5 օր հետո քեզ տան կամ 2 օր հետո ասեն արգնա։ Այդ ռադարը այնտեղ կառուցելու համար, պատրաստելու համար կարող է, չգիտեմ, ինչքան պահանջվի, կարող է 3 ամիս, 4 ամիս, 5 ամիս պահանջվի, Աստված գիտի, դրանք լուրջ կառույցներ են, լուրջ այնտեղ նյութեր են օգտագործում եւ այլն։ Այսինքն կորուստները շատ լուրջ են։ Ամենակարևորներից մեկը այդ հակահրթիռների հարցն է, այսինքն հակաօդային պաշտպանության եւ հակահրթիռային պաշտպանության հրթիռները։ Արդեն Իսրայելը վերջին տեղեկություններով մի շարք տեղեկություններ կան, որ սպառման վրա են այդ հակահրթիռները, որովհետեւ էլի կրկնեմ ուղղակի մեր ունկնդիրների համար, որ լավ պատկերացնեն, յուրաքանչյուր բալիստիկ հրթիռ, երբ գալիս է հասնում է տեղ, նրան հարվածելու համար 1 հրթիռ չես բաց թողում հակահրթիռ, բաց ես թողում առնվազն 2, երբեմն ցույց են տալիս, այնտեղ կարելի է տեսնել այդ բաներում, երբեմն 1 հրթիռի 3-4 հրթիռ ես բաց թողում։ Իսկ այդ հրթիռների քանակը սահմանափակ է, տարեկան արտադրվում է ուրեմն 2 տիպի բալիստիկ հրթիռների դեմ միջոց կար, մեկը այդ սատ հրթիռներն են, տարեկան արտադրվում է տարբեր հաշվարկներով մոտ 70 թե 80 հատ, տարեկան։ Իսկ մյուսը պատրիոտներն են, որոնք 2015 թվականից մինչև հիմա արտադրվել էին ընդամենը 4,500։ Այդ 4,500-ից մոտ 800-ը գնացել էր Ուկրաինա, այնտեղ սպառվել է։ Դրանից մոտ 1000-ը թե գուցե պակաս օգտագործվել է անցյալ տարվա հունիսին 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ դարձյալ Իրանին խփեցին, Իրանը հակահարված տվեց։ Հիմա այս վերջին 2 շաբաթվա ընթացքում ահռելի քանակությամբ սպառվել է։ Սրանց արտադրությունը
ուրեմն տարեկան 620 հատ են արտադրում պատրիոտ հրթիռներից, տարեկան 620 հատ, բայց արդեն այնինչ կրակել են այս երկու շաբաթվա մեջ, տարեկան արտադրությունը գերազանցել է։ Եվ հետո ամեն օր է շարունակում հարվածել Իրանը։ Օրը առնվազն 3 ալիք է հարվածների հասցնում եւ հրթիռներով բալիստիկ եւ թեւավոր հրթիռներ գուցե լինեն այնտեղ եւ այս վերջին մի քանի օրը սկսել է հարվածել նաեւ 2500 կիլոմետր հեռահարություն ունեցող ռեակտիվ ԱԹՍ-ներով, նորագույն ԱԹՍ-ներ են դրանց էլ արդեն ոչ թե այդ բալիստիկ հրթիռները դրանց դեմ չես էլ կարող երևի օգտագործել, որովհետև նախ գնի հարց էլ կա, յուրաքանչյուրը այս հրթիռներից շատ թանկ է, եթե այն պատրիոտները, այդ նորագույնները, PAK 3-ը, PAK 2-ը հներն են, որոնք այդքան լավ էլ չեն աշխատում, PAK 3-ն էլ առանձնապես միշտ չէ, որ կարող է խոցել, նույնիսկ կարող ես 2 հատ, 3 հատ, 4 հատ հարվածել այդ հրթիռին, չկարողանաս խոցել, էս էլ իր հերթին, բայց ուրեմն, տեսեք, եթե պատրիոտների գինը մոտավորապես տարբեր հաշվարկներ են ասում, 1.5 միլիոնից մինչև 3 միլիոն հատ ասում են, վերցնենք 1.5 միլիոն է դրա հատը, ապա այն սադերի գինը 13 միլիոն դոլար է հատը, հասկանում եք, իսկ Իրանի արտադրած բալիստիկ հրթիռի գինը մոտ կարող է լինել $5 միլիոն կամ ամենաշատը $1 միլիոն հազվադեպ, այդ չգիտեմ, նորագույնները ինչ արժեն, ճիշտն ասած դժվար եմ պատկերացնում հիմա։ Իրանյան մարտավարությանը, պարոն Այվազյան, դեռ կգանք։ Հիմա այդ կորուստներից բխեցնենք գործողությունները ԱՄՆ-Իսրայել տանդեմի։ Ինչ է շահում ԱՄՆ-ն այս պատերազմում։ Ունի առավելություններ, ունի հաջողություններ։ Կարելի ասել, որ ավելի շատ կորցնում է, քան շահում։ Այս Թրամփը ասեց, որ մենք հաղթել ենք։ Դե ասում է, բայց նա արդեն Որտենք հասկանալ ինչով են հաղթել, ինչ շահեցին։ Ինչ են անում, մեծագույն վնաս են տվել իհարկե Իրանի տնտեսությանը, Իրանի այո, հենց զինված ուժերին են հարվածել, ասում են նավատորմ ունի արդեն Իրանը։ Նավատորմ ունի, նավատորմի այն մեծ նավերն են վնասվել կամ ոչնչացվել։ Դա հենց Իրանի ըստ երևույթին սխալ ռազմավարական հաշվարկներ, իմանալով, որ Միացյալ Նահանգները եւ Իսրայելը ունեն օդուժ, որը կարող է ոչնչացնել իր նավերը, նրանք չպետք է մեծ նավերի վրա գնային։ Բայց նրանք հազարավոր մոտորանավակներ։ Այո, եւ նրանք ունեն, հենց այդ դա է խնդիրը, նավատորմի մեծ կտորները այսպես ոչնչացվել են, բայց ունեն հարյուրավոր, չգիտենք ինչքան փոքր նավակներ, այդ նավակների վրա կան հրթիռներ, այդ նավակներն ունեն գուցե տորպեդոներ, բացի դրանից Իրանը ունի ականներ, եթե Հորմուզի միջանցքին հասնենք, ունի ստորջրյա իրենց ասելով դեռ չեն օգտագործել, բայց ասում են մենք ունենք ստորջրյա տորպեդոներ, որ առհասարակ շատ բարդ կլինի հայտնաբերելը, եւ ունեն սուզանավեր։ Այդ սուզանավերի ոչնչացման մասին ես դեռ չեմ հանդիպել։ Փոքրիկ սուզանավեր են, իրենց կառուցած սուզանավերն են, բայց միևնույն է, այդ սուզանավը 1-2 հրթիռով կարող է մի ամբողջ մեծ ռազմանավ խորտակել, խոցել եւ խորտակել։ Այնպես որ, այո, բայց ենթակառուցվածքը իհարկե գործարաններ, կառավարական շենքեր, ոստիկանության օբյեկտներ, ոստիկանության շենքերին են հարվածում, այն հույսով իբր որ քաոս տիրի, մարդկային զոհեր։ Այո, մարդկային զոհեր արդեն անցել են մարդկային զոհերը 1500-ից, բայց դրանց մեծ մասը քաղաքացիական անձինք են, այսինքն Իրանի շուրջ 1 միլիոնանոց զինված ուժերը այդ ինչ զոհեր են կրել, եթե հաշվես 2 շաբաթվա ընթացքում մարդկային զոհերի առումով դա չնչին մի բան է զինված ուժերի համար, հասկանում եք, զինված ուժերի հրամանատարությանն են հարվածել, որը անընդհատ փոխարինվում է, դա է շնորհիվ այն ապակենտրոնացված կառուցվածքի, որ Իրանը շատ ճիշտ հաշվարկել էր, պետք է ապակենտրոնացված այսպես կառույցներ լինեն, արդեն այդ բանակ, գվարդիա,
անկանոն զորքեր, բասիջը եւ այլն, այս երեք մասի բաժանելով արդեն ապակենտրոնացված վիճակ է ստանում, յուրաքանչյուրը իր խնդիրները կարողանում է լուծել, մեկը արտաքին թշնամու դեմ, մյուսը ներքին անվտանգությունը ապահովելու համար, որովհետեւ Իրանում կան նաեւ ռադիկալ, արմատական, զինված խմբեր, քրդական խմբեր, իրենց նախկին հին կազմակերպություններ կան, արդեն ահաբեկչական դարձած լրիվ։ Պարոն Այվազյան, տեսեք, գլխավոր գերագույն հոգևոր առաջնորդին սպանեցին ընտանիքով, հա, ուրեմն երեխաների դպրոցին հարվածեցին։ Տարբեր, ցենց ասենք էլի, այլանդակություններ, որոնք մարդկային ուղեղը չի, որտեղ ինչ մեղավոր էին այդ երեխաները։ Պարզ է նպատակը, որ ներքին դժգոհություններ, փողոցային պայքար եւ քաղաքացիական այսպես հեղափոխություն անեին։ Չստացվեց։ Հիմա ուզում եմ հասկանալ իմաստը այս պատերազմի շարունակման եւ ինչ հարց էլ ուզում։ Եթե չշարունակեն պատերազմը հիմա կանգ առնեն, նախ Իրանը կանգ չի առնելու, այլ ասում է ես ձեզ պատժելու եմ եւ ես պահանջում եմ պատերազմի ավարտի համար այս պահանջներից ուրեմն կատարումը, որոնք են այդ պահանջները, ասում է դուք պետք է փոխհատուցեք վնասները, ռեպարացիաներ, այսինքն վճարեք, Միացյալ Նահանգների ռազմաբազաները պետք է չլինեն մեր մոտակայքում, մեր մոտակա հարևան երկրներում, այս կծոցի այդ արաբական միապետություններում եւ բնականաբար պահանջելու է Իրանը պատժամիջոցների վերացում եւ այլն։ Սրանք հեշտ ու հանգիստ այսպես լուծող հարցեր չեն, իհարկե Իրանը շատ բարձր սանդղակ է վերցրել, բայց չգիտենք դրանից ինչքան կիջնի, որովհետև մենք չխոսեցինք բացի ռազմական կորուստներից շատ ավելի մեծ են Միացյալ Նահանգների ուրեմն տնտեսական կորուստները եւ իմիջային կորուստները, որովհետև տեսեք Հորմուզի միջանցքը փակելով ինչն է փակել Իրանը նավթի եւ հեղուկացված բնական գազի մոտ 1/4-ը համաշխարհային առևտրի այդտեղով էր դուրս գալիս գնում հասնում աշխարհի տարբեր ծայրեր։ Դա է փակել, բայց բացի դրանից նաեւ այդտեղից գալիս էր նաեւ պարարտանյութերի արտադրության համար կարևոր նյութերի ազոտ, ամիակ, այդ նյութերի մոտ 1/3-ը Հիմա եթե տեսեք նավթի գները միանգամից բարձրացել են, հասել են արդեն գրեթե անցել են $100, այսինքն $63 էր, կրկնակի դեռ չէ, բայց ահռելի չափով, որտեղ եթե մի $5 ավելանում էր, արդեն զգում են շուկաները, $10 դա շատ մեծ թիվ է, բայց այս դեպքում մոտ $40 են ավելացել, հասկանում եք, շատ մեծ թիվ է, 50%-ի չափել է։ Հիմա բայց սրանք կարող են ավելի շատ աճել, այսինքն յուրաքանչյուր օրը, որ Հորմուզի նեղուցը փակ է, այս գները բարձրանալու են։ Եվ այսօր Ճապոնիան այն մեծ պետությունների 7-նյակից առաջինն էր, որ բացել է իր ռեզերվները։ Իր ռեզերվներից արդեն որպեսի եւ մատակարարի եւ գները վերահսկի որոշ չափով։ Հիմա մյուսներն էլ բոլորը բացելու են իրենց ռեզերվները, որովհետև այլապես գները կթռնեն, չգիտեմ ուր կհասնեն։ Իսկ դա ցնցումների է բերելու ամբողջ տնտեսական համակարգը։ Մենք այս մասին խոսել ենք 1 տարի առաջ, որ Հորմուզի միջանցքը, եթե փակեն, այսպեսի ցնցումներ է լինել 1 տարի, գուցե 2 տարի առաջ ենք խոսել, որտեղ անընդհատ վտանգը կար այս պատերազմի։ Թրամփի վարչակազմը այս ամեն ինչը հաշվի չառավ, նրանք կարծում էին, թե 1 շաբաթում, 4-5 օրում, թե 1 շաբաթում ամենաշատը 10 օրում հարցը կփակվի կգնա, չեղավ այդպես։ Իսկ հիմա չեն կարողանում Հորմուզի նեղուցը իրենց համար բացել, որովհետև Իրանը ասում է բաց է, բայց ձեր համար բաց չի։ Ես տրամադրում եմ ճանապարհ այն պետություններին, ովքեր բարեկամական պետություններ են կամ ովքեր ինձ կդիմեն, ես կնայեմ, կստուգեմ, թույլտվություն կտամ։ Օրինակ Հնդկաստանին։ Օրինակ Հնդկաստանին, թեև Հնդկաստանի վարչապետ Մոդին այս պատերազմի սկսվելուց 2 օր առաջ գտնվում էր Իսրայելում եւ այսպես դերկախառնված էր Զովափին Նեթանյահուի հետ։ Դերկախառնված էր, այո, մենք ռազմավարական դաշնակիցներ ենք եւ այլն, իսկ հիմա ինքը, որը 60% իր նավթամթերքի ստանում էր այդտեղից, այդ Պարսից ծոցից, հայտնվել է ծանր վիճակում եւ ստիպված նորից սկսել է գնել ռուսական նավթը։
Ընդ որում ռուսական նավթը գնում է արդեն ավելի բարձր գնով։ Առաջ ռուսների հետ պայմանավորվածության համաձայն չեմ հիշում $48 էր ինչ էր այսքան էր, հիմա $40 ավել է երևի տալիս դրա։ Իդեպ փոփանցիկ կարող ենք դուք տեսել եք Նեթանյահուի մասին այդ հոլովակները 6 մատանի, դա մինչև ես չեմ հավատում, որովհետև հետո հերքվեց հերքում են, ճիշտ ասած ես չեմ հավատում, եթե նույնիսկ ճիշտ է լինի կիմանանք այդ մասին, բայց ուզում եմ ասեմ դրա վրա շատ չարժի կենտրոնանալ, եթե սպանված լիներ 5-6 օր առաջ իմաստ չեր ունենա թաքցնել այդ ամենը, այսքան երկար հայտնի կլիներ։ Տեսնենք, գուցե։ Հիմա այդ Հորմուզի նեղուցի հարցն է, համար առաջի հարցը, սա Իրանի գլխավոր լծակն է, նույնիսկ ոչ թե իր հրթիռային հարվածները, որոնք Իսրայելին մեծագույն վնաս են տալիս, տարբեր ուրեմն կետերի խփել է, դարձել ռադարներ են ոչնչացվել, որովհետև նաև ոչ միայն ինքն է խփել ոչնչացրել, այլև Հեզբոլահը միացավ պատերազմին, ամբողջ թափով միացավ Լիբանանից եւ Հեզբոլահի արձակած հրթիռները, թեև ավելի հասարակ հրթիռներ են, բայց նրանց թռչելու տարածությունը ավելի կարճ է եւ առհասարակ ոչ կարող ես զգուշացնել այն հատկապես հյուսիսում Իսրայելի գտնվող ժողովրդին, որ հրթիռները եկան, մի այնտեղից կրակեցին, մի րոպե հետո եկավ ընկավ քո վրա։ Բայց Լիբանանում Իսրայելի հաղթանակը ակնհայտ է, բանավայց։ Ոչ։ Չէ, տարածքներ է գրավում, ընդեղից արտագաղթ կա։ Չէ, եկեք քննարկենք ուրեմն։ Շատ կարճ։ Չէ, այո, բայց դա այս պատերազմի մի մասն է, մի ճակատն է այս պատերազմի։ Իդեպ մենք էլ մյուս ճակատն ենք այս պատերազմի, որը դեռ չի բռնկվել։ Հյուսիսային ճակատն ենք, այդ մասին կարող ենք։ Բայց այսօր շատ վտանգավոր լուրեր պատտվեցին, իբրև թե Բաքվի վրա ինչ որ ասացին չէ, իբր իրանցն են, բայց Աստված գիտի։ Կարող է իրենք իրեն ժողովրդին հանգստացնելու համար, ասում են, չէ, սրանք մեր ՀԹՍ-ներն են։ Այսինքն արկածված է Դոմոկլյան սուրը։ Այո։ Ուրեմն Հեզբոլահը չի պարտվել։ Նրանք կարծում էին, ուրեմն Հեզբոլահին 23-24 թվականին ուժգին հարված հասցրեցին Նասրալային, սպանեցին, բազմաթիվ հրամանատարների սպանեցին, շենքերով հարթեցրեցին այնտեղ, գետնին հավասարեցրեցին եւ այլն, եւ կարծում էին, թե նաեւ կտրեցին կապը Հեզբոլահի Իրանի հետ, որտեղից Սիրիայի վրայով զենքը գալիս հասնում էր Լիբանան։ Բայց փաստորեն այս ամբողջ ընթացքում Հեզբոլահը կարողացել էր վերազինվել։ Շատ հետաքրքիր է ինչպես են վերազինվել, շատ հետաքրքիր է, որտեղ իսկապես Սիրիայում արդեն հնարավոր չէր այդպես ազատորեն Իրանից բերել Սիրիայով անցկացնել, բայց լուրեր կան նաև, որ հենց Սիրիայից էլ է այդ զենքը եկել, ինչպես Սիրիայի այսօրվա այդ զինվորականները կաշառվել են եւ իրենց զենք են տվել, կամ իրենց պաշարներից, կամ չգիտեմ որտեղից է այդ զենքը եկել, նաև այդտեղից, որտեղ այսօրվա զինվորականությունը Սիրիայի դա մի չգիտես ինչ բանակ չի, դա այն իսլամական պետության տարբեր տեսակի, տարբեր ազգության հանցագործ թափթփուկներն են հավաքված այնտեղ։ Դրանց գաղափարախոսությունն այնպեսին չէ, որ հնարավոր չլինի նրանց հետ այսպիսի հարցերում համագործակցել փողային միջոցով, փողի ուժով, այսպես ասենք։ Հեզբոլահը ավելի մեծ վնաս կարող է հասցնել երբեմն Իսրայելին, քան նույնիսկ Իրանը, Իսրայելի զինված ուժերին, ինչու՞, որովհետև Հեզբոլահը կոնտակտային կռվի մեջ է մտնում իսրայելյան բանակի դեմ, մերձամարտի մեջ է մտնում, ինչից եւ վախենում են նրանք, որովհետև մերձամարտում տալիս են կորուստներ։ Խփվել է մի քանի տանկ արտեն, Մերկավա տանկերից այն առաջի օրվանից, քանի օրվանից խփել են, մի հատ մեծ կարողացան նույնիսկ հերրու խփել Թել Ավիվից հարավ գտնվող տիեզերական արբանյակային մի կենտրոնին, որը նույնպես ռազմական խնդիրներ էր լուծում, դրան ամբողջությամբ ոչնչացրեցին, դրա տեսանյութերը կային, բայց մերձամարտում նրանք իսրայելցիները անընդհատ ստիպված կորուստներ են կրում։ Հիմա որ հայտարարել են այսօր, թե սահմանափակ առաջ խաղացումներ պետք է իրականացնեն Լիբանանում, իմացեք, որ կորուստներ են կրելու։ Եթե այդքան հեշտ լիներ Հեզբոլահին հաղթելը, նրանք հիմա կքշեին, կգնային, կհասնեին մինչև Բեյրութ, ինչպես արեցին օրինակ 82 թվականին։ Իսրայելյան բանակը գնաց հասավ Բեյրութ, ճիշտ է,
այնտեղ կռիվներ եղան, զոհեր եղան, այս եղան, բայց գնացին կարողացան հասնել Բեյրութ, հարավային Բեյրութ։ Իսկ հիմա չեն կարողանում, փորձեցին քանի անգամ, օրինակ 2006 թվականի պատերազմում փորձեցին, ոչինչ չստացվեց, չկարողացան հաղթել։ 2023-24-ին էլ չկարողացան շատ առաջ գնալ։ Չնչին 1-2-3 կիլոմետր կարող գնացին, հետ եկան եւ այլն։ Այնպես որ Հեզբոլլահի մարտիկները մեծ խնդիր են լուծում Իրանի համար, փաստորեն։ Եթե հիմա Իրանը հնարավորություն ունենար այս մերձամարտի մեջ բռնվելու Իսրայելի բանակի հետ, պատկերացնում եք իրանական զինվորների կատաղության աստիճան ինչպիսին էր լինելու եւ ինչպիսի գրոհներ էին նրանք կազմակերպելու։ Չգիտեմ, գիտեք թե չէ, 1980-88 թվականի Իրան-Իրաքյան պատերազմում Իրանը գործածում էր նաեւ այդ մարդկային ալիքներով գրոհի եղանակը, որը գրեթե մահապարտություն է պահանջում քեզանից, որ դու այսպես ալիք գնում էին առաջ եւ հասնում էին իրենց նպատակին շատ հաճախ գրավում էին Իրաքի բանակի դիրքերը, հասկանում եք, այդ ուզում եմ ասել Հեզբոլլահը նույն մոտիվացիայով շատ մեծ խնդիրներ կարող է լուծել։ Թեմաները շատ աստիճանաբար գանք մեր կողմերը, տեսեք, Իրանն առաջին անգամ օգտագործել է Սեջիլ գերծաներ հրթիռը, օգտագործել է նաև Խորամ, Շահր, Խեյբար, Շեկան, Էմադ եւ Քադր գերծաներ հրթիռները։ Ուրեմն նարվածները թիրախավորել են ԱՄՆ ռազմական ենթակառուցվածքները, ինչպես նաև հրամանատարական եւ վերահսկողական կենտրոնները։ Աղբյուրը հավաստի է, հաղորդում է 10, սա պետական նոր ալիք է ըստ էության սկսել, կամ ինչպես դուք նշեցիք, օրը մի քանի անգամ այս ալիքները առնվազն 3 անգամ։ Ինչի մասին է վկայում իրանյան մարտավարությունը, ասեմ ռազմավարությունը եւ ամենակարևոր հարցը, ինչի հաշվին է դիմանում Իրանի վերջո, արժևում կամ պատերազմում է երկու միջուկային տերության հետ։ Այո, դիմանում է իր ռեսուրսներով, իր գաղափարախոսությամբ եւ իր բավականին ճիշտ այդ փոքր սխալները չհաշված, օրինակ այդ մեծ նավերի պահը, եթե հանենք, ուրիշ խոշոր թերություն իրանական ռազմավարության մեջ եւ պատերազմի նախապատրաստությունների մեջ չի նկատվում։ Իրենց ծրագրավոր ովքեր որ ծրագրել են Իրանի այս պատերազմը, իսկ նրանք նախապատրաստվում էին այս պատերազմին 2003 թվականից սկսած, երբ Միացյալ Նահանգները գրավեց Իրաքը, մինչ այդ 2001-ին գրավել էր Աֆղանստանը, երկու կողմից արդեն Իրանի այսպես արևելքից եւ արևմուտքից ամերիկյան զորքեր էին եւ սկսեցին նաեւ սպառնալ։ Դիկ Չեյնին էր սպառնում փոխնախագահ Միացյալ Նահանգների, որ մենք պետք է նաեւ Իրանը գրավենք, խփենք, ջարդենք, այս անենք, այն անենք։ Նրանք սկսեցին պատրաստվել այս պատերազմին։ Այն օրվանից մինչև այսօրը պատրաստվել են։ Իջել են գետնի տակ, այսինքն իրենց ռազմաբազաները, իրենց գործարանները այդ ԱԹՍ-ների եւ հրթիռների եւ այլն զինամթերքի գուցե 50%-ից ավելին գետնի տակ են, այնպես որ ոչնչացրել են այդ գետնի վրա եղած կառույցները, դա դեռ չի նշանակում, որ ոչնչացրել են Իրանի ռազմաարդյունաբերությունը։ Նաև գետնի տակ են այդ հրթիռները, այդ ԱԹՍ-ները, գետնի տակ են նույնիսկ այդ Հորմուզի նեղուցում կան այդ նավակները, որոնք ռազմաբազաներ են, գետնի տակ ցույց են տվել, տեսանյութերը կան, անցյալ տարի, նախանցյալ տարի ցույց տվեցին, ջրի տակից են կինոները որ լինում են, բացվում է եւ դուրս են գալիս այդ տորպեդոն է, թե ականն է կարող է լինել, նավակը կարող է լինել եւ այլն։ Հա, դա անհնար բան է եւ դրա համար էլ հիմա չեն կարողանում Հորմուզի նեղուցի մասին խոսել, մոտիկ էլ չեն գալիս ամերիկյան ռազմանավերը Հորմուզի նեղուցին։ Նույնիսկ մոտ չեն գալիս, որովհետեւ կարող են խփել դրանց արդեն եւ հականավային այդ հրթիռներով, երկձայնային կարող են լինել դրանք, որոնց խուսափել անհնար է։ Տեսեք, մեր լավ կլինի համեմատենք մեզ հետ այստեղ։ Հայաստանը չգիտեր, որ իր դեմ պատերազմ է լինելու։ 1994 թվականից հետո, զինադադարը կնքելուց հետո, անընդհատ Ադրբեջանն ասել է մենք հարձակվելու ենք, գրավելու ենք, հարձակվելու ենք, գրավելու ենք, ամեն ինչը բոլոր բանակցություններին Ադրբեջանը եկել է այսպես մաքսիմալիստական պահանջներով, պահանջելով ամեն ինչ եւ ոչինչ չզիջելով,
Բայց մեզանում այնպիսի գեղեցիկ փափուկ բարձ էին դնում ժողովրդի գլխի տակ, որ լավ կլինի, ոչինչ, մենք պատրաստ ենք, մենք պատրաստվում ենք։ Տեսեք Իրանի ասացին այն առաջի օրերը, բա ոչնչացրել ենք կայանքները, որտեղից արձակվում էին այդ բալիստիկ հրթիռները։ Ոչ մի կայանք էլ այսքան ոչնչացրել են, բայց դրանց փոքր մասը միայն մենք տեսնում ենք, որ շարունակում են ամեն օր ալիք գալ այդ հրթիռները, խնայողաբար է օգտագործում։ Հիմա այն առաջի օրը հին հրթիռները օգտագործեց, որպեսզի այդ հակաօդային պաշտպանության միջոցներով սպառեն իրենց ունեցածը, կամաց անցավ մյուս սերնդի հրթիռներին, մյուս սերնդի եւ ձեր ասածը արդեն այս նորագույն սերնդի հրթիռներն են, որոնք ըստ երևույթին նաեւ ավելի ճշգրիտ են, որովհետեւ այն հին սերնդի հրթիռները կարող է կրակել խփել 500 մետր այն կողմ, 300 մետր քո նշանակետից այն կողմ, իսկ հիմա սրանք կարող են խփեն 20 մետր այն կողմ, կարող խփեն 10 մետր այն կողմ, 30 մետր, որ այդ ահռելի հրթիռը 50 մետր էլ այն կողմ խփի հարցը լուծում է։ Այնպես որ հրաշալի ռազմավարությունը մշակված էր, գուցե դրանում մեծ դեր է կատարել գեներալ Սուլեյմանին, որը ռազմական հանճար էր իրականում։ Ես համոզված եմ, այսինքն որ նա էլ է այս ամբողջ պլանավորմանը մասնակցել, իսկ մեզանում մենք նույնիսկ արկ չէինք արտադրում, մենք փամփուշտ չէինք արտադրում, տասնամյակներով։ Արկը ինչ է, որ եւ այդ մասին ասվել է, այնպես չի որ չի ասվել։ Մենք էլ ես եմ եղել, որ ես զինվորական չեմ, բայց ասել եմ, ախր արկ չեք արտադրում, պատերազմ որ եղավ, ձեզ ինքնաթիռներով Ռուսաստանը պիտի ինչքան արկ բերի, կամ կարողա որոշի չբերել, կարողա որոշի քիչ բերել, կարողա չկարողանա բերել։ Դուք արկերին չի չեք արտադրում։ Թնդանոթի արկեր, ել չեմ ասում, հետագայում արդեն այդ ԱԹՍ-ների հարցը առաջացավ, որը շատ տարիներ մինչև պատերազմը մի քանի տարի առաջ այդ մասին անընդհատ խոսում էր Կարեն Վարդանյանը, ես էլ եմ խոսել, բայց ավելի քիչ, բայց խոսել եմ պատերազմից 1-2 տարի առաջ, նշել եմ, որ այդ օդանավերը, որ գնում եք, մեզ պետք չեն, պատերազմից ուղիղ 1 տարի առաջ երբ գնում էին այդ սուրերը, եւ հիմա էլ մեզ պետք չեն այդ օդանավերը։ Տեսեք, քանի օդանավ է, եւ ասում են հենց այն ինչ այսօր կատարվում է, օդանավերը ոչնչացում են օդանավակայանում։ Եվ ամերիկյանները, եւ ուրեմն Իրանը մեծ տարածություն ունի, բազմաթիվ տեղեր կարող է օդանավականները տանել, իջեցնել, թաքցնել եւ այլն, թե բարդ գործել։ Մենք որտեղ ունենք 2-3 օդանավակայանում կարող են այդ դրանք իջնել, որոնք հեշտությամբ խոցվելու են ադրբեջանական հրթիռներով, ել չեմ ասում Թուրքիան էլ այն կողմից կարող է։ Այսինքն ինքնաթիռները մեզ համար մի անգամվա թռնելու բան են լինելու ամենաշատը։ Եթե նրանք սկսեն պատերազմը, հələ չենք էլ հասցնի գուցե թռցնել։ Ինչքան էլ այդ անգարներում պահես, լավ, մի անգամ պահեցիր, մյուս անգամ թռավոտ իջնելուց արդեն մինչև անգար մտնելը կարան խփել։ Հիմա մի մեջբերում դրա փոխարեն պետք է ԱԹՍ-ներ գնայինք։ Հազարավոր, տասնյակ հազարավոր եւ արտադրեինք, եւ թևավոր հրթիռներ, ԱԹՍ-ն ու թևավոր հրթիռը եթե նույն բանն է, այսպես փոքր տարբերություններով, այս երկուսը պետք է արվեր, հիմա էլ պետք է արվի, ինչ որ չափով արվում է, գիտենք, բայց որ չափով չգիտենք։ Հասկանում եք, այս շահեդները ինչու մենք չենք գնել օրինակ այս շահեդներից։ Այս վերջից Միացյալ Նահանգներից ինչ որ ասին, ձեզ հետախուզական տիպի 10 հատ, չգիտեմ ինչ, ԱԹՍ ենք նվիրել։ Պետք է մենք հազարատ գոնե շահեդ գնաց լինեինք, որոնք փայլուն իրենց դրսևորում են պատերազմում։ Իրանն էլ քթներից տակ է, պարոն Այվազյան, իլերում են ձեր ասացին, այդ մեջբերում անեմ, որովհետև առնվազն մտահոգիչ է ուղեղով մտածող մարդկանց համար, բայց դե Հայաստանի իշխանությունները ասում են, որ խաղաղություն է։ Հիմա ի հակադրում են կամ իլերում են սրանց ինչ ասում մյուս կողմը խաղաղության։ Իլհամ Ալիև, Ադրբեջանի նախագահ, միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, սա հատուկ եմ նշում, որ հետո անիմաստ չխոսան էլի ներքին լեսարանի համար է, չէ, միջազգային ԶԼՄ-ների համար է խոսը։ Մեջբերում եմ, ասել է, ինչ շատ հաճելի է, երբ դուք լրագրողին ապատասխանում, ասում եք Զանգեզուրի միջանցք, դա արդեն մտել է միջազգային լեքսիկոնի մեջ։ Մենք ունենք բազմաթիվ պատճառներ չճանաչելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը, բայց կանենք դա հանուն երկու երկրների ապագա խաղաղության, էլի բայց նաև չենք կարող երաշխավորել, որ ուշադրություն 6 ամիս անց նույնը կլինի։
Միևնույն ժամանակ նա նշել է, որ իրենք առանց Հայաստանի թույլտվության շարունակում են օգտագործել դեպի Նախիջևանական տարածքը, որտեղ դա կարգավորվում է միջազգային ավիացիոն իրավունքով։ Այսինքն թքած ունեն Հայաստանի թույլտվության վրա, եթե վաղը որոշեն, տեսնեն, մտածեն, որ հարմար պահ է միջազգային այս դրության առումով, վաղը եւ այդ հարցակում կգործեն չնայելով ոչ մի ստորագրված փաստաթղթի։ Եվ ով պետք է նրանց ձեռքից բռնի Թրամփը, որ այսօր գլուխը կորցրել է, իսկապես ցնդած բաներ է խոսում, ասում է Չինաստանը, Ճապոնիան, Հարավային Կորեան պետք է գան ինձ օգնեն Հորմուզի նեղուցը բացելու։ Ով պետք է գա նրան օգնի։ Չինաստանը չի գա, Ճապոնիան չի գա, իդեպ ասեցինք Ճապոնիան ունի 1 ամսվա պաշար ընդհանուր։ Այո, ռեզերվ ունի, իհարկե հիմա սկսելու է գնել տարբեր տեղերից, այդ թվում գուցե Ռուսաստանից։ Չինաստանը ավելի շատ պաշարներ ունի, նա ավելի լավ է պատրաստվել, բայց ամեն դեպքում դրանք սպառման ենթակա են։ Հիմա վերադառնալով Ալիևին, Ալիևը հասկանալի լեզվով, մարդկային լեզվով ասում է բոլորին, իր ժողովրդին, միջազգային համայնքին եւ մեզ, հայ ժողովրդին, ասում եմ, որ ես թքած ունեմ ձեր պետության վրա, ձեր պետական ինքնիշխանության վրա, այդ տարածքն էլ երբ ուզենամ կմտնեմ կգրավեմ։ Ոչ մի բանի վրա էլ ուշադրություն չեմ դարձնի։ Ինչու է սա ասում։ Որովհետև նա դեռ հույս ունի, որ Իրանը կարող է պարտվել այս պատերազմում։ Եվ սա ինչ որտեղ նաև Իրանի դեմ է նաև ճնշում բանեցնում, որպեսզի դուր գա իր արևմտյան տերերին, իսրայելյան տերերին։ Նրանք ավելի շատ են պահանջում Ալիևից, պահանջում են, որ Ալիևը հարվածի, ինչ որ զորքեր մտցնի, չգիտեմ էս անի են անի, բայց հասկանալի պատճառներով Ալիևը դրան չի գնում։ Բայց դեռ չի գնում։ Դեռ չի գնում, այո, որովհետև վախենում է, որովհետև տեսնում է, որ Իրանը կարող է խփել եւ անել այն, ինչ մենք պետք է անենք 2020 թվականի սեպտեմբերին։ Սեպտեմբերի վերջին, հոկտեմբերի սկզբին մենք պետք է հարվածեինք Ադրբեջանի նավթային համալիրին եւ դա, ասեմ նաեւ մեր ժողովրդի համար, եթե Ադրբեջանը համարձակվի հարձակվել Հայաստանի վրա, այդ քայլին պետք է գնալ։ Այնինչ անում է Իրանը, տեսեք Իրանն ինչ է անում, ավելի մեծ հարված է հասցնում տնտեսական ենթակառուցվածքներին իր թշնամիների եւ իր թշնամիների դաշնակիցների, այդ ծոցի պետությունների նավթա վերամշակման գործարաններին, երբեմն այդ հանքերին, երբեմն ուրեմն բանկերին, որտեղից ուրեմն այդ ծոցի երկրներից ահռելի բանկային այնտեղ կառույցներ կային, սկսել է արտահոսքը կապիտալի մեծ թվով, հասցնում է այդ լցանավերին ցույց տալու համար իր կարողությունները նաև։ Եթե վաղը Միացյալ Նահանգները, տեսեք, հարվածեց Խարկ կղզուն, Հորմուզի, որտեղից Իրանը իր նավթի 90%-ն է այստեղ կուտակում է եւ արտահանում է, այստեղից է, հարմար է այնտեղ, խորն է ջուրը այդ կղզու կողքը երկու կողմից, այնտեղ ամեն ինչ կառուցված է, շատ հրաշալի մի համալիր է, հարվածել է, ասեց Թրամփը, հարվածել եմ ռազմական օբյեկտներին, բայց նավթի համալիրին չեմ հարվածել, կարող է վերանայեմ, կարող է դեռ հարվածեմ։ Հիմա եթե հարվածեց, իմացեք, որ Իրանը հարվածելու է ծոցի երկրների բոլոր այդ նավթա վերամշակման գործարաններ, հանքեր, ամեն ինչը վառելու է։ Այսինքն այդ Հորմուզի նեղուցն էլ այդ ժամանակ անիմաստ է լինելու, որտեղ նավթ չի լինելու, ինչն է ստանելու, որ նավթը վառվում է այնտեղ, ու մի տարի տենց կվառվի այդ նավթը այնտեղ։ Ամբողջ տնտեսությունը համաշխարհային պայթելու է այսպես, եւ սկսվելու է ոչ թե ռեցեսիա, այլ դեպրեսիա, հասկանում եք, ամբողջությամբ, ամեն տեղ, ամենուր։ Եվ
Դրա համար էլ չի հարվածում այդ նավթային համալիրին, թե հիմա ուրիշ խոսակցություններ կան, որ կգրավեն, այս կանեն, այն կանեն, դա էլ առանձին խոսակցության նյութ է, որ գրավեն, հետքան հեշտ չի լինում։ Հնարավոր է Իրան Ադրբեջանից այսքան բան հարվածի դեպքում նույն բանը ստեղ անել, էլի պայթացնի։ Սրանց տակել ասավ նավթ։ Կարող է, բայց ինչու ինքը պայթեցնի։ Մենք պետք է հասկանանք, որ մենք լծակ ունենք, ինչպես Իրանը ուներ Միացյալ Նահանգների դեմ լծակ։ Հարվածել նրա թույլ տեղերին, Աքելեսյան գարշապարին, այդ նավթային տնտեսությանը, Հորմուզը փակել եւ մենք կարող ենք դա անել Ադրբեջանի դեպքում եւ պետք է անեինք, եթե դավաճանություն չլիներ երկրի ղեկավարության մեջ։ Մենք պետք է հարվածեինք եւ նավթամշակման բոլոր այդ օբյեկտներին Բաքվում, որ հեշտ թիրախ էին։ Իսկանդերներով 100%-ով ոչնչացվելու էին դրանք։ Եվ պետք է որևէ կերպ ոչնչացնենք այդ Բաքու-Ջեյհան նավթամուղը։ Սրանք պետք է ոչնչացվեն, եթե Ադրբեջանը փորձ անի հարձակվել Հայաստանի վրա, ոչ թե պետք է ձեռքերը վեր բարձրացնել, ասել՝ «Վայ, մենք ոչինչ չենք կարող անել, հանձնվում ենք»։ Իսկ ըստ էության խոցելու է նույնիսկ տարածքով եւ թվականակով մեծ պետությունը։ Իհարկե, պետք է գտնես Իրան, ԱՄՆ, Իսրայելը ասիմետրիկ, դրա վառ վկայությունն է։ ասիմետրիկ պատերազմը դա է, գտնում ես նրա թույլ կետերը։ Հիմա Իրանը գտել է, մենք էլ ახար գիտենք այդ կետերը։ Ես էլ եմ ասել, ուրիշներն են ասել, ես հոկտեմբերին եմ գրել ახար խփելապետ, ուրիշներն էլ են գրել խփելապետ դրան, եթե խփեին այդ նավթին, Ալիևը դադարեցնելու էր պատերազմը, որովհետև իր տնտեսությունը եթե պայթում է, մի քանի տարի խելքի չի գա այդ երկիրը։ Պարոն Այվազյան, Բրիտանիայից նախագահ ենք ստացել, ինչի համար, ախր շատ լավ գիտեք, չէ՞։ Բրիտանիայից նախագահ, հետո ունեինք տարբեր տիպի գեներալներ, որոնք առհասարակ չէին հասկանում ռազմավարությունն ինչ է եւ չէին պատկերացնում, թե ինչ է նշանակում, օրինակ, հանձնել ազատագրված տարածքը։ Հենց այդպես, հանգիստ ձևով, այդ ամրացված տեղերը կամ մռավի լեռնանցքը կամ հանձնում ենք, հալավ, հեսա խաղաղություն կլինի, ղեկավարությունն ասելա խաղաղություն կլինի, Ռուսաստանի ղեկավարությունն ասելա խաղաղություն կլինի, Արևմուտքը ողջունել է այդ համաձայնությունը, ասել է այո դուրս եկեք մենք ողջունում ենք, մենք եւս ինչ որ չափով ուրեմն ամեն ինչ կանենք, որ խաղաղություն լինի։ Գեներալները ռազմավարությունից չէին հասկանում, ի՞նչ է նշանակում ռազմավարությունից չէին հասկանում։ Չէին հասկանում Ադրբեջանը ինչ պետություն է, ինչ նպատակներ ունի, Թուրքիան ինչ պետություն է, ինչ նպատակներ ունի, Արևմուտքներն ինչ նպատակներ ունի, ռուսները կարող են օգնել, կարող են չօգնել, որ այդ ամեն ինչը չէին հասկանում։ Ռազմական հետևանքներն էլ չէին հասկանում։ Հիշում եք, պատերազմից հետո ասացին, որ շտաբի պետը Օնիկ Գասպարյանն ասում է, 4-րդ օրը ես ասացի, որ պատերազմը պետք է կանգնեցնել։ Եղբայր, այդ նշանակում է ոնց որ այսօր 4-րդ, 5-րդ օրը, այդքան որ խփել էին Ամերիկան ու Իսրայելը տարբեր կետերի, մեկ էլ այս շտաբի պետը կանգներ Իրանում ասել, վերջ, պատերազմը պետքա կանգնեցնել։ Էդի դուք ոնց եք հաշվարկել, 30 տարի ժամանակ ունեիք, 26 տարի ժամանակ ունեին, ինչ էին անում, այդ նստած այդ գլխավոր շտաբում, ոնց են հաշվել, ինչն են հաշվել, ասել, ախր հասկանում եք, սա հարցագործություններ են, մեղավորները պետք է մի օր պատժվեն այս ամեն ինչի համար, որ չասեն հեվ գլուխ գովալով 4-րդ օրը ես ասում եմ պատերազմը պետք է կանգնեցվի, իսկ քո ասելով, որ պատերազմը պետք է կանգնեցվի։ Ոնց թե պիտի կանգնեցվի, կարող է թշնամին չի ուզում, կարող է ուզում գա ասնի մինչև Երևան։ Դու պիտի կռվես, բայց ոնց ես հաշվարկե, որ 4 օր հետո դու պիտի զենք չունենաս։ Կամ այն մյուսը կանգնել ասում էր վերջացել են արկերը, չգիտեմ էս է վերջացել, այն է վերջացել։ Ոնց եք հաշվարկե, դուք հասել եք, որ ձեր կռիվը մի շաբաթ է տևելու։ Այդ մի շաբաթվա կռվին է 26 տարի պատրաստվել։ Հասկանում եք, այս ամեն ինչը Իրանը ցույց է տալիս, որ ինքը ունի եւ գաղափարական ղեկավարություն եւ ունի ռազմական ղեկավարություն, որը հասկանում է ինչ բան է պատերազմը, հասկանում է ինչ բան է ստրատեգիան, թույլ տեղերը թշնամու ընտրում է, հարվածում է այդ թույլ տեղերին, ոչ թե մերոնց նման։ Անգրագետներին վերադրել էին երկրի գլխին էլ, դրել էին զինվորականների գլխին էլ, անվտանգության գլխին էլ, ցախտեղ անգրագետներ էին ռազմավարական առումով նստած։ Հետևանքը զինվորներ 18 տարեկան տղեկ։ Հետևանքը որ Հայաստանը հիմա կանգնած է, արդեն այն անդունդի եզրին է կանգնած, սա է հետևանքը, ամենակարևորը։ Որ նստած խայտարակությունը, էլի, նստած սպասում ենք ունենալով այդ ներուժը բոլոր առումներով, երբ պետք է Իրանը Ադրբեջանի հետ անեցի։
Էսա մեր իրավիճակը սա է, իսկ Իրանը շատ ճիշտ հաշվարկել է եւ ասեմ այդ որ ասում են հիմա Խարքի կղզին կգրավեն, դրանով Իրանին կզրկեն կամ կոչնչացնեն այդ նավթը, ոչնչացնելու դեպքում դա կլինի ամբողջ նավթը կայրվի, ամբողջ նավթը ու տարիներով կայրվի, էլ չի վերականգնվի, Իրանը կվերապրի, որտեղ Իրանը մի կերպ կվերապրի 90 միլիոնանոց երկիր է, այդ երկրի ժողովրդի մեծ մասի բարոյական ոգին շատ բարձր է, երկու շաբաթա հարվածում են, չէ, Թեհրանին, Սպահանին, Համադանին, չգիտեմ, բոլոր տեղեր հարվածում են։ Ամեն օր այդ երկրում երեկոյան միլիոնավոր մարդիկ դուրս են գալի ցույցերի։ Այն օրը դուրս էին եկել ցույցի ժամանակ էին ռմբակոծում, մարդիկ չէին ցրվում։ Վանկարկում էին, դրոշները բարձրացրել էին։ Ինչ կամք կա էլի։ Այո, Իրանը կդիմանա, եթե նույնիսկ զրկվի իր նավթի 90 կամ 100%-ից, բայց Իսրայելը ոնց է դիմանալու։ Իսրայելի տարածքը փոքր է, Իսրայելին հիմա հասցվող այս ալիք-ալիք հարվածները, թեև ցույց չեն տալի հետևանքները ինչ է, արգելված է, ուժեղ գրաքննություն ամծրած մի հատ լուսանկարելու կամ տեսանյութ նկարահանելու համար 5 տարի կարող է բանտ նստացնեն մարդուն։ Եվ բնականաբար այդ զանգվածային լրատվության միջոցներն էլ արևմտյան ցույց չեն տալիս, սիրով ենթարկվում են այդ բոլոր նրանց պահանջներին, բայց Իսրայելը ջախջախվում է հիմա, յուրաքանչյուր ալիքով ջախջախվում է։ 15-16 օր է Իսրայելի ժողովուրդը ապրում է ապաստարաններում։ Դպրոցները փակ են, համալսարանները փակ են, աշխատանքը հիմնականում փակ է, չի, աշխատանք չկա, որովհետև ինչ կարող է մանր-մոնր ինչ որ խանութ քանի ժամով բացեն, հետո վազեն ապաստարան։ Ինչքան սա պետք է շարունակվի։ Ահա որ հոգնած է նաև Իսրայելում բնակչությունը այդ։ Սարսափելի հոգնած վիճակը։ Հիմա գանք վերջաբանն է, ինչքան կշարունակվի պատերազմը, հնարավոր է ադրբեջանական ուղղությունը տաքանա կամ ակտիվանա, եւ երրորդ ով է հաղթում, ով է պարտվում, այսինքն ինչ վերլուծություն ունեք։ Այս պահի դրությամբ հաղթում է Իրանը, որովհետև թեև մեծ վնասներ է կրում ամեն օր, բայց կարողանում է դիմանալ եւ դեռ կարող է դիմանալ երկար, իսկ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համար ժամանակը ավարտվում է, հատկապես Միացյալ Նահանգների համար։ Թրամփը չի կարող շատ երկար շարունակել, որովհետև դժգոհությունը երկրում մեծ է, շատ մեծ է։ Ոչ մի պատերազմ Միացյալ Նահանգները, որ մղել է վերջին 45 թվականից հետո, 1945 թվականից հետո, այսքան ցածր վարկանիշ աջակցություն չի ունեցել, որքան այս պատերազմն է։ Առաջի օրվանից են սկսված շատ ցածր վարկանիշ ունի։ Տարբեր այնտեղ հարցումներ են անցկացվում եւ այլն, բայց բոլորը ցույց են տալիս, որ բնակչության մեծագույն մասը նախ չի հասկանում ինչի համար է այս պատերազմը։ Չկա բացատրություն, չկա, ուրիշ սպառնալիք չկա, միջուկային չէր ստեղծելու, Իրանի հերթիրը չի հասնելու։ Այո, դժգոհություն կա, որ Իսրայելի համար է այդ պատերազմը իրականացում, թեև ես ասեմ Իսրայելի համար չէ, միայն ավելի շատ դա այդ միջազգային հեգեմոնիան պահպանելու համար է, երիշխանությունը այդ Միացյալ Նահանգների եւ իր կայսրության ավելի մեծ վերցրած արևմտյան այդ կայսրության գերիշխանությունը ամբողջ աշխարհի վրա պահպանելու խնդիրն է դրված։ Բայց այս պահի դրությամբ նրանք չեն կարողանում հաղթել եւ ցույց տալ, որ իրենք հաղթում են, որովհետեւ Հորմուզի հատկապես Միջանցքը փակ լինելով եւ Իրանը ցույց տալով, որ դուք չեք կարողանում բացել, չեք էլ կարողանալու առաջիկայում բացել։ Սա մի մեծ ճնշում է գործադրում եւ Թրամփի վարչակազմի վրա եւ բոլոր տնտեսությունների վրա աշխարհում բենզինի գները բարձրացել են Միացյալ Նահանգներում զգալի չափով, նրանց համար դա լուրջ խնդիր է։ Բենզինի գինը, ժողովուրդը դրա վրա է ուշադրություն դարձնում։ Բենզինի գինը բարձրացել է, էլի է բարձրանալու, յուրաքանչյուր օր հիմա բարձրանալու է այդ բենզինի գինը։ Մի շաբաթ հետո ավելի շատ է լինելու, քան հիմա է ամեն դեպքում։ Կարող է հասնել $150 բենզինի գինը չէ, նկատի ունեմ նավթի գինը, իսկ բենզինը այնտեղ կարող է 2 անգամ աճել, այդ դեպքում Թրամփը հասկանալու է, որ վերջի իրա եկել է եւ պատերազմը այս կամ այն ձևով ինքը ավարտելու է։ Հիմա ինչպես կավարտի, սա է խնդիրը, այսպես Հիմա ավարտ թե կարող է այլ ուղղություններ տա բանանեն, էլի։ Դա եմ ասում, որ մի տարբերակը, որ
մինչև հիմա գրում է ավելի սրացում, սրում է, ավելի ուժեղ կխփեմ, հիմա էլ խարքին կխփեմ, այս կանեմ, այն կանեմ, կգրավեմ, չգիտեմ, այս կանեմ։ Ինչքան ինքը սրի բան դուրս չի գա, այդ ռեսուրսները չունի, որպեսի գրավի Իրանը։ Այդ դրա մասին շատ ենք խոսել, ասել եմ, ցամաքային ներխուժում անհնար է։ Դե մասնատելով, պարոն Այվազյան, դա հիմա Ադրբեջանի ուղղությունը է։ Դա էլ չի կարող։ Ադրբեջանի ուղղությունով այնտեղ կանգնած է 100,000-անոց միայն Պահապանների կորպուսն է միայն կանգնած, բանակը չհաշված։ Ադրբեջանի բանակը այսօր իր միայն Ադրբեջան չի, գիտեք, որ եկած ահաբեկիչներ կան։ Այդ ահաբեկիչներով բանով չեն կարողանալու այդ խնդիրները լուծել եւ ասում եմ ամենակարևորն է խփի մի ժամ հետո հարվածելու են այդ նավթային իր ամեն ինչին։ Վերջանալու է այնտեղ այդ պատմությունը, այրվելու է Բաքուն, իր այդ շրջակայքը, Կասպից ծովը, Բաքու-Ջեյհանը, իդեպ ասեմ, շատ մեծ հավանականություն կա, որ Բաքու-Ջեյհանին կհարվածի։ Այս կամ այն կերպ կհարվածի Իրանը, ինչու, որովհետև ինչն էր նպատակը, որ այդ նավթը Հորմուզով չպետք է գնա, որպեսզի այդ նավթը չգնա հասնի իր թշնամի պետություններին եւ նրա դաշնակիցներին։ Իսկ հիմա Բաքու-Ջեյհանը ուր է տանում այդ նավթը։ Տանում է ուղիղ Իսրայել, Բաքու-Ջեյհանով գնում հասնում է Թուրքիա, Թուրքիայից լցանավերով տանում են Իսրայել։ Իսրայելը իր նավթամթերքի 40%-ը ստանում է եւ սրան հազիվ թե Իրանում, եթե պատերազմը շարունակվի, հազիվ թե սրա հետ հաշտվեն, մերվեն։ Նրանք այդ քայլին չեն դիմում, որովհետեւ Ադրբեջանի մեջքին Թուրքիան է կանգնած։ Թուրքիան էլ ՆԱՏՕ-ի անդամ է։ Այսինքն, եթե Թուրքիայի հետ նրանք խնդիր ունեցան, այդ ժամանակ ՆԱՏՕ-ի մյուս պետությունները կարող են իրենց այդ պայմանագրի 5-րդ հոդվածը ոգեկոչել, այսպես ասած, եւ ասել, մեր անդամ Թուրքիան հարվածի է ենթարկվել եւ մենք գալիս ենք օգնության իրենց միջոցներով, չի ուզում լրացուցիչ թշնամիներ ձեռք բերել, բայց եթե պատերազմը շատ խորացավ, այդ Բաքու-Ջեյհանը առնվազն Բաքու-Ջեյհանը հարվածի ենթարկվելու է, իսկ դրանից հետո թե ինչ կլինի կանխատեսելը շատ բարդ է։ Ով ում տարածք կմտնի, թե ադրբեջանական զորքը կմտնի Իրանի տարածք, թե Իրանի զորքը կմտնի ադրբեջանի տարածք, այդտեղ ես կարծում եմ իրանական շանսերը Իրանի զորքի շատ ավելի բարձր է, որ իրանցիները կմտնեն Ադրբեջան ու թե ուր կհասնեն, չգիտենք մինչև։ Ինչ բան է, էլի Բաքու-Ջեյհանից ինչ կորուստներ ենք կրել ու շարունակում է կրել, էլի Բաքու-Ջեյհանը մի հոկտեմբեր 27 վրեքներս նստեց, էլի։ Դե մեր ասում եմ մեր ռազմավարությունը մշակված չէ, նայում ենք տեսնում ենք Իսրայել։ Այո։ Տասնյակներով էլի, այս ինչ շատ հետաքրքիր մանրամասնությունից տասնյակներով պատրաստվել են։ Տասնամյակներով։ Եվ ճիշտ են նախապատրաստվում։ Մենք էլ ենք իբր նախապատրաստում, բայց այդ նախապատրաստումը տեսանք ինչպես էր։ Բանակը իր որակական առումներով չէր աճում։ Այնինչ բոլորովին ուրիշ որակ պետք է ունենար հայկական բանակը։ Գվարդիական միավորումներ չկային։ Տեսեք, Ադրբեջանը զարգացրել էր իր հատուկ ջոկատայինների այդ խմբավորումը, մեծացրել էր, դրանց վրա էր անընդհատ գնում, իսկ մեզանում դրանք շատ փոքր թիվ էին կազմում։ Այնինչ պետք էր դա անել, ԱԹՍ-ները պետք էր անել, գետնի տակ պետք էր շատ մտնել, շատ ավելի շատ, եւ պետք էր հասկանալ, որ չի կարելի զիջել այս պատերազմում, չի կարելի ամրացված դիրքերը հանձնել այսքան հեշտ, չի կարելի։ Ծոցորակները կտեսնեին, քարվաճառ կտեսնեին դրանք։ Բաքու, Կապան, Գորիս ճանապարհը չի կարելի հանձնել։ Հասկանում եք, ես մեր զինվորականության բարձրաստիճան այդ զինվորականների ռազմավարական գիտակցության մակարդակը ոչ թե 0 էր, այլ 0-ից ցածր մինուս։ Ինչու այսպես եղավ, մեղավորներն ովքեր են, շատ հեշտ է դա ճշտելը, հասկանալը, ով է նշանակվել, ինչ արժանինքների համար է նշանակվել, որտեղ պատերազմի ժամանակ զինվորականության կարծիքը պետք է վճռորոշ լինի։ Մեզանում զինվորականության կարծիք մենք չտեսանք, զինվորականության դեմք այդ բարձրաստիճանների մասին է խոսքը, չեմ ասում մեր են հրաշալի սպաների մասին, զինվորների մասին, ովքեր մեծագույն այսպես քաջություն եւ արիություն դրսեւորեցին, իրենց մահվան գնով խնդիրներ լուծեցին, բայց ամենավերևում նստած զինվորականները իրենց պահեցին խայտարակ ցածր, ուրեմն եկեք այսօր այսքանով սահմանափակվենք, շնորհակալություն, որ բարբերաբար հյուրընկալվում եք եւ բավականին
ասենք ուշագրավ դիպուկ եւ համակողմանի, բազմակողմանի վերլուծության ենթարկում այս կարևորագույն իրադարձությունները, որովհետեւ դա ուղղակի մեզ է առնչվում, մեր կենսական շահին է առնչվում։ Շնորհակալություն, պարոն Այվազյան, ռազմական պատմաբան, քաղաքագիտության դոկտոր Արմեն Այվազյանն էր այսօր մեր հյուրը։ Շնորհակալություն նաև ձեզ, որ այսքան ուշադիր եք, ակտիվ եք, բաժանորդագրվում եք մեր ալիքին եւ իհարկե միանում մեր Patreon-ին։